Իմ հետաքրքրությունը իրավունքի եւ արդարադատության նկատմամբ ձևավորվել է դեռևս վաղուց։ Արդեն 2022 թվականին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում մասնագիտական փորձառություն անցնելու ընթացքում հասկացա, որ ինձ գրավում է ոչ միայն օրենսդրության տեսական իմացությունը, այլ նաեւ դրա գործնական կիրառումը կոնկրետ հանցագործությունների բացահայտման ոլորտում։ Քննչական կոմիտեում ծառայություն իրականացնելը հայրենիքին ծառայելու առանձնահատուկ դրսևորման ձև է։ Ուստի քննիչի մասնագիտությունը ինձ հնարավորություն ընձեռնեց համադրելու վերլուծական ստեղծագործ մտքերը պատասխանատվության բարձր զգացողության, հասարակությանը օգտակար լինելու, ինչպես նաև հայրենիքից ծառայելու անհագ ցանկության հետ։ Իմ ճանապարհը սկսվեց տարբեր համալսարաններում իրավաբանական գիտությունը ուսումնասիրելուց, որին հաջորդեց մասնագիտական փորձի ձեռքբերումը եւ շարունակական մասնագիտական զարգացումը։ Ավագ քննիչի եւ առհասարակ քննիչի աշխատանքային օրը գեր ծանրաբեռնված է եւ լեցումն է նորանոր բացահայտումներով։ Ըստ էության այն ներառում է իր մեջ քրեական վարույթների ուսումնասիրություն, ապացույցների հավաքագրում, քննչական գործողությունների պլանավորում եւ դրանց իրականացում։ Ավագ քննիչի պատասխանատվությունը շատ մեծ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական դատավարության օրենսգրքով քննիչին վերապահված է բավականին լայն լիազորություններ, որոնք թերևս վերաբերվում են անձանց իրավունքներին եւ ազատություններին։ Քննիչի աշխատանքում ամենաշատը ինձ գրավում է ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացմանը նպաստելը։ Քննիչը յուրաքանչյուր քրեական վարույթն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի դրա մանրամասներին, առանձին դետալներին, հաշվի առնելով, որ նախաքննության իրականացումը իրենից ենթադրում է բարդ եւ մեծածավալ աշխատանք։ Լավ քննիչը պետք է լինի սկզբունքային, համառ, վերլուծական մտքերով հարուստ եւ արագ կողմնորոշվելու ունակություն պետք է ունենա, ինչպես նաեւ լավ քննիչը պետք է լինի բարեվարկ։ Բարեվարկ բարի լայն իմաստով։ Բարեվարկ քրեական վարույթով նախաքննությունն իրականացնելիս, անձնական հարաբերությունները կառուցելիս, գործընկերների եւ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերություններ կառուցելիս։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն եւ Նոր Քմարաշվարչական շրջանների քննչական առաջի բաժնում քննվում են տարատեսակ հանցագործություններ, սակայն հաշվի առնելով տարածավարչական շրջանի առանձնահատկությունները առավել հանդիպում են սեփականության դեմ ուղղված եւ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ, ինչպիսիք են խուլիգանությունները եւ հափշտակության տեսակները։ Ըստ էության յուրաքանչյուր քրեական վարույթ առանձնահատուկ է եւ ունի իր բարդությունը։ Նախաքննության յուրաքանչյուր փուլ եւս իր հերթին ունի իր առանձնահատկությունները եւ տվյալ փուլին բնորոշ բարդությունները։ Սկսած առերևույթ հանցագործության մասին հաղորդումը ստանալուց հետո քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման փուլից մինչեւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու կամ քրեական վարույթը կարճելու փուլը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր վարույթ իր մեջ պարունակում է մեկ կամ մի քանի անձանց ճակատագրեր։ Ըստ էության ավտոմեքենաների կողապակիների հափշտակության դեպքերը իրոք բավականին շատացել են, դրանք սովորաբար կատարում են արագ եւ բավականին պրոֆեսիոնալ եղանակով, սակայն հաշվի առնելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծությունը նաեւ քրեական դատավարության օրենսգրքում հնարավորություն են տալիս առավել արդյունավետ բացահայտել նմանատիպ հանցագործությունները, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկարող սարքի տեսագրությունները, բաժանորդային եւ փոխանցվող տվյալները։ Ըստ երևույթին վիճակագրություն ներկայումս ես չեմ կարող թվերի մասին խոսել, սակայն լինում են դեպքեր եւ բացահայտվում է տվյալ հանցագործությունները, կախված է հանցագործության կատարման եղանակից, ձևից եւ տվյալ իրադրությունից։ Սովորաբար հափշտակության տեսակ գողությունը կատարում են տեխնիկական միջոցների օգտագործմամբ շատ արագ, հիմնականում կարելի է ասել տվյալ հանցագործության կատարման մեջ արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած անձանց կողմից, ինչը իր հերթին դժվարացնում է բացահայտումը։
կիրառումը, սակայն, ինչպես արդեն նշեցի, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնարավորություն է ընձեռնվում բացահայտել եւ առավել արդյունավետ դարձնել նմանատիպ հանցագործությունների բացահայտումը։ Յուրաքանչյուր համակարգ ունի զարգացման կարիք։ Այսօր կարևոր են տեխնիկական հագեցվածությունը եւ կադրերի վերապատրաստումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ հանցագործությունների թվի աճին զուգահեռ քննչական կոմիտեն շարունակաբար կատարում է բազմաթիվ բարեփոխումներ, որոնք միտված են քննչական գործունեության արդյունավետ իրականացմանը։ Ժամանակակից տեխնոլոգիաները ունեն մեծ նշանակություն քննիչի աշխատանքում։ Ներկայումս տվյալ տեխնոլոգիաների կիրառումը բավականին արդյունավետ է դարձնում նախաքննության իրականացումը եւ դրանք են տեսանկարանող սարքերը, որոնք կիրառվում են ինչպես հանցագործությունների բացահայտման համար, այնպես էլ քննչական գործողությունների արձանագրման եղանակ են որպես ծառայում, մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քննչական գործողությունները բացառությամբ մի քանիսը կատարվում են տեսանկարանող սարքի միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային թվային ապացույցների ներդրումը քրեական դատավարության օրենսգրքում եւ դրանց կիրառումը։ Քաղաքացու վստահությունը մեծ նշանակություն ունի վարույթն իրականացնող մարմնի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննիչն իր աշխատանքն իրականացնում են նպատակ ունենալով քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանել հանցավոր ոտնձգությունից, ինչպես նաև նախաքննությունն իրականացնել արագ, օբյեկտիվ եւ բազմակողմանի։ Շատ հաճախ վարույթ նախաձեռնելուց հետո նախնական պատկերացումն ու ներքին համոզմունքը շեշտակիորեն փոփոխվում են նոր ապացույցների հավաքագրման ընթացքում։ Դա եւս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարեւոր է լինել ճկուն եւ առաջնորդվել նախաքննության ընթացքում պատշաճ դատավարական ընթացակարգով ձեռք բերված փաստական տվյալների եւ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի հիման վրա։ Կարծում եմ քննիչի կողմից կայացված յուրաքանչյուր որոշում չափազանց բարդ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննիչի կողմից կայացրած որոշումը ուղղակիորեն կարող է կանխորոշել անձի ճակատագիրը, ուստի ինքնին քննիչի կողմից որոշում կայացնելը բավականին բարդ գործընթաց է, այն տալիս է որակում անձի կողմից կատարված արարքի եւ դրա իրավական գնահատականի վերաբերյալ։ Որոշում ներկայացնելիս հիմնվում եմ նախաքննության ընթացքում իմ կողմից պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների եւ դրանց հիման վրա ձևավորված իմ ներքին համոզմունքի հիման վրա։